Պարոն Մարգարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ուրեմն այնպես է ստացվել, որ մենք ապրում ենք խայտառակ օրեր եւ դրա, այսպես ասենք, փաստերից մեկն այն է, մենք տեսնում ենք, թե ինչ կեղտոտ արշավ է իրականացվում հայ առաքելական եկեղեցու դեմ, մինչև անգամ համաշխարհային ճանաչում ունեցող Թաքեր Կարլսոնն է խոսում այն մասին, որ առաջինը քրիստոնեությունը ընդունած երկրում հալածվում է հայ առաքելական եկեղեցին, որը պետք է դադարեցնել։ Դուք բավականին ուսումնասիրություն եք իրականացրել եւ նկատում եք, որ առաջիկայում ընթրիք է լինելու, որը ուղիղ կապ ունի նաեւ եկեղեցու դեմ իրականացվող այս արշավի։ Հիմա պետք է խնդրեմ, իհարկե դուք ձեր էջում տեղադրել եք տեսանյութ, մենք մեր էջում եւս կիսվել ենք դրանով, բայց հիմա պետք է խնդրեմ մի փոքր մանրամասներ ներկայացնեք, ինչի մասին է խոսքը, որպեսզի մեր հանրությունը ավելի հստակ իմանա։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ուրեմն ինչպես արդեն դուք նշեցիք, Նարեկ Կարապետյանի հարցազրույցը բավական լայն արձագանք է գտնել բարեբախտաբար եւ կարողացել է այդ գլխավոր դերակատարություն ունենալ։ Իհարկե, միշտ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը նաեւ ասենք Միացյալ Նահանգներից Հայդատը եւ մյուսներ աշխատանք էին տանում, որպեսզի աշխարհին իրազեկեին այն իրավիճակի կապակցությամբ, որ այսօր գոյություն ունի հայոց առաքելական Սուրբ եկեղեցու կապակցությամբ, այն պայքարը, արշավը, որ սկսել է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու եւ հոգեվորականության դեմ։ Բարեբախտաբար այս համատեղ աշխատանքը իր արդյունքը տվեց, հիմա երեք արդեն լուրերի մեջ էլ կար, որ այդ ուրեմն ընթրիք չի նախաճաշ իրականության մեջ, որ շաբաթ օր պետք է տեղի ունենար, դրա համար ըստ երևույթին հրավիրված են եղել ուրեմն Դոնալդ Թրամփի տղան պետք է գար, Դոնալդ Թրամփ ջունիորը պետք է մասնակցեր, որ հրաժարվելա չի մասնակցելու, նկատի առնելով այն, որ հասկացել են, որ սա ամբողջը բեմադրությունն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դրանով կարողանա օրինականություն փոխանցի եկեղեցու դեմ արշավին եւ գերադասել են չմասնակցել այդ Նիկոլի այդ ծրագրին եւ հրաժարվել են մասնակցելուց։ Բայց ամեն դեպքում այդ ծրագիրը տեղի է ունենալու։ Հիմա շատ համառոտ ասեմ խոսքը ինչի մասին է։ Ուրեմն առաջիկա ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում կազմակերպվել այսպես կոչված աղոթքի նախաճաշ, այդ անվան տակ են իրենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ։ Եթե հիշեք, նման մեկ միջոցառման Նիկոլ Փաշինյանը անցած տարի այս տարվա սկզբին էր որ մասնակցեց, հունվարի վերջին փետրվարի սկզբին էր, որ Վաշինգտոնի մասնակցեց National Prayer Breakfast են ասում, ազգային աղոթքի նախաճաշ, որ Միացյալ Նահանգներում է տեղի ունենում։ Հիմա հավանաբար մտածել են հենց դրա ընդօրինակում ինչ-որ բան Հայաստանում բեմադրել։ Չափազանց հետաքրքիր է, որ մինչև այս պահը դրա մասին որից այդտեղ պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել հայկական շրջանակներում, եթե նայեք հայկական հատուկ մենք ենք որ խոսել ենք դրա մասին, հիմնականում որից է պաշտոնական հաղորդագրություն չկա, նույնիսկ միջազգային առումով էլ եթե նայեք այդ առումով PR-ային աշխատանք իրենք չեն կատարել եւ հստակ ունեն հրավիրվածներ, որոնք փորձում էին բերել ուրեմն ներկայացնել այդ միջոցառմանը եւ որքան հնարավոր է այդպես ասած ճոխացնել այդ միջոցառումը։ Երկու օրվա վրա է լինելու այդ ինչ որ իրենք կազմակերպել են, ուրեմն ուրբաթ օրը լինելու այսպես ասած սեմինարի կերպով պանելային քննարկումներ են լինելու, այդպես որ ծրագիր ես տեսա, ուրեմն Հայաստանության նախագահի ուղերձն է լինելու, հետո քննարկումները, որ ընդհանրապես որից է կերպ քրիստոնեության եւ հոգեվոր աշխարհի հետ կապ չունեն, ես իշխն եմ բիզնես, էթիկա, արհեստական բանականություն, այդպիսի պանելային քննարկումներ են լինելու առաջին օրը, իսկ արդեն երկրորդ օրը շաբաթ առավոտյան ժամը 10-ից 1-ը լինելու աղոթքի նախաճաշ, այդտեղ հիմնականում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է լինելու, որովհետև մի հատ պաշտոնական կայքեջ ունի այդ այդպես ասած միջոցառումը, ես արդեն դրանց մասին բավական խոսել եմ, չկրկնեմ, այդտեղ շատ հակեշ տեղեկություններ կան, բայց շատ հստակ գրված է, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը եւ մասնակցությունն ավայելում, այդ աղոթքի նախաճաշն է եւ արդեն հետո շատ հետաքրքիր կերպով Մայր Աթոր Սուրբ Էջմիածին այցելություն են կազմակերպել միջազգային հյուրերի համար, իսկ երեկոյան էլ արդեն մշակութային միջոցառում կա։ Ամբողջությունը որ նկատի ենք առնում, շատ պարզ հստակ է, որ նպատակը ինչ է Նիկոլ Փաշինյանի փորձում է իրանից այսպես մի քրիստոնյայի պատկեր կերտել, այդպես ասած այն ամբողջ պատկերացում իր մասին կայում աշխարհում այոց առաքելական եկեղեցու դեմ ինքը պայքար է տանում, փորձում է դա մի տեսակ ցրել եւ իրանից այլ պատկեր ներկայացնել։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս միջոցառման թիկունքում թեև որից անուն չկա, բայց շատ հստակ կերպով երևում է ինչպես միշտ Աննա Հակոբյանի եւ իր կրթվելը նորաձև շարժման ուրեմն անունը, քանի որ կազմակերպիչ կոմիտեն, որը կազմակերպում այս միջոցառումը, գլխավորում է Ստեփան Սարգսյանը եւ Ստեփան Սարգսյանը Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև է շարժման ղեկավարն է։ Հիմա շատ հետաքրքիր է, որ ես Կիրակի օրն էր, որ նման մեկ տեխնագրություն տեղադրեցին YouTube-յան ալիքում, երեք էլ դուք կիսվեցիք, հիմա մի քիչ տարածվեց այդ թեման,
Հիմա այսօր մի հատ նոր օրակարգ են հրապարակել, այդտեղ տակը մի հատ շատ հետաքրքիր ծիծաղելի ձևակերպումով անուն կա, ես հիմա անունը ձեզ համար ասեմ, Միշեն մի հատ նոր հասարակական կազմակերպություն է հիմնադրվել հետևյալ անունով՝ Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ։ Հիմա եթե հայերենով այդպես որոնում կատարեք, Հայաստանում չգիտեմ երբ է նման մեկ ուրեմն հասարակական կազմակերպություն նման ծիծաղելի անունով, մի անգամ կրկնեմ ձեզ համար, Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ։ Այդ անունով մի հատ ակումբի անուն հայտնվել է ուրեմն օրակարգի տակ եւ այդ ակումբն է, որ այս միջոցառումը ըստ երևույթին ուրեմն կազմակերպում է։ Սա ընդհանուր եւ սկսում եմ, գիտեք, եւ վտանգավորությունը ես խոսել եմ դրա մասին, հիմա շատերը կասեն դրա միջոցառումը տեղի կունենա, մարդիկ կգնան, խնդիրն է նա, որ Հայաստանը առաջին ժողովուրդը, հայերը առաջին ժողովուրդն է, որ քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունել են, եւ բնականաբար եթե Հայաստանում նման միջոցառում է կազմակերպվում, առաջին հերթին այդտեղ պետք է ուշագրավ պետք է լինի, ասենք, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներկայությունը, մասնակցությունը, դերակատարությունը, ինչ աղոթքի նախաճաշ Երևանի կենտրոնում, ասենք հայ ժողովրդի մայրաքաղաքում, որտեղ ասենք չի մասնակցի Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Եվ կարծում եմ բոլորս էլ գիտենք, որ Նիկոլի կողմից կազմակերպվող այդ միջոցառման ամենայն հավանականությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը չի մասնակցելու։ Արդյունքը լինելու է ինչ, Նիկոլը բերելու է իր այդ կեղծ հոգևորականներին կարգալույց եղած այդ մի քանի հոգևորականներին ներկայացնելու է որպես այդպես ասած հայոց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ, իսկ միջազգային հյուրերի ներկայությամբ փորձելու է դրանց լեգիտիմություն փոխանցի։ Շատ կարևոր խնդիր է, որ մենք պետք է ուրեմն անդրադառնանք, իսկ կարևորն է, որ միջազգային առումով արդեն իսկ ձախողած միջոցառում է սա, որտեղ նոր նայում էի ուրեմն Արամ Համբարյանը, որը կարծեմ եթե ճանաչեք Հայդատի գլխավոր դեմքերից մեկն է Միացյալ Նահանգներում ուսումնասիրություն են անցկացրել եւ 1% ընդառաջում ա գտել իրենց ուսումնասիրությունների համաձայն այս միջոցառումը համաշխարհային մակարդակով միջազգային անդրադարձները, որ կան ընդհանուր նկատի առնելով 99%-ով բացասական է եղել, միայն 1% ուշադրություն է գրավել, որը կարծում եմ հերթական ձախողում լինելու ուրեմն Նիկոլ Փաշինյանի համար, բայց կարծում եմ մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու, քանի որ այդ օրը լինելու են միջազգային հյուրեր Երևանում, ամեն դեպքում գալու են, հոգևորականներ են, կրոնական դեմքեր են, կարևոր դեմքեր են, եւ ես կարծում եմ պետք է այդ մարդկանց ամեն կերպ իրազեկել, ցույցեր անելով, ակցիաներ անելով, ուրեմն Մարիեթ Հյուրանոցի առաջ, ազգային պատկերասրահի առաջ, որտեղ կազմակերպվելու այս միջոցառումը, եւ ամեն կերպ իրազեկել նրանց, որ հենց այս պահին, որ դուք այստեղ աղոթքի նախաճաշ եք անցկացնում, ասենք մի քանի րոպե հեռավորության վրա, ասենք ԱԾ մեկուսարաններում պահվում են 3 թեմերի գլխավոր առաջնորդներ, arczepiskopos-ներ, կարևոր դեմքեր, որոնք միայն կալանքի տակ են գտնվում այս պահին, իրենց խոսքը ես միտք արտահայտելու համար եւ խոսքի ազատության կոպիտ բռնահարմամբ Նիկոլը նրանց կալանավորել է եւ պահում է ուրեմն կալանքի տակ։ Ես այսքանը կարող եմ այս